մենք մեր համագործակցություն առաջարկում ենք բոլորին, ովքեր Հայաստանի Հանրապետության ուրեմն համար պայքարում են, անկախության համար, ազատության, բնականաբար առաջին հերթին իշխող ուժին, բնական է դա, որտեղ ռեսուրսը իր մոտ է նաև, մնացածը վախենալ ոչինչ չկա, և դա հաղթելու ենք, եթե իմ ասած անեն, հաղթելու ենք միանշանակ, եթե կա երկրորդը, որովհետև այստեղ ներթափանցված հատվածներ կան, նախկին իշխանությունից, Ղարաբաղյան կլանից ներդրվածներ, կաղնի ծառայություններում, որոնք երազում են Պուտինի կոշիկը լիզեն, կարոտել են, էլի շատերը, և ուրիշ բան լիզեն, սրանք կարոտել են, սրանք իշխանության մեջ անցել են, սրանք կարող են իշխանությանը դավել, հեղափոխությանը, պետականությանը, բայց ես համաշխարհային քաղաքական գործընթացի փորձի ընթառանցումով իրենց զգուշացնելու եմ, եթե եղավ վերադարձ, որին չեմ հավատում, բայց չպիտի բացառել ռևանշիստների կողմից, դրանք ընդդիմություն չեն, էլի ասեմ, ուրեմն իրենց առաջինն են պատժելու, մամաները լացացնելու են որպես դավաճանների, իրենք չեն ընդունելու, մեծից փոքրը, եթե եղել են բանել, ասեն դե գիտես ախպեր աշխատանք չկար բան, ու հիմա պիտի կամ Նիկոլ Հայոյեն կամ ինձ կամ ձեզ կամ եւ այլն, ու մեղական նրանց մորթելու են առաջինը, իրենք պիտի հասկանան եւ դա չանեն։